Հիմա մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, մենք այդ պետության քաղաքացին ենք։ Այդ պետությունը վերացական հասկացություն չի, դա iCloud չի։ Այս պայն սոցհարցումներ ունենք, որտեղ ինքը առաջատար է փաստը։ Դուք չեք գտնի մի մարդ, որ 18 թվին իր օգտին չի քվեարկի, ասել է դեմ եմ Նիկոլ Փաշին 18-ը։ Հիմա ասի ես իր կողմնակիցն եմ, այդպես մարդ չկա։ Եվրոպան այսպես խումբ է ուղարկում արագ արձագանքման, որ Հայաստանին պաշտպանի հիբրիդային սպառնալիքներից։ Կամ հակակոռուպցիոն մարմին տարածում է հաղորդագրություն, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով նշանակում, WhatsApp-ով ազատում է։ Այդ մարմնի նկատմամբ հանրությունը ո՞նց կարա վստահություն ունենա։ Ու երբ որ լսում է տարբերվող կարծիք, զինված մարդկանց ներկայությամբ հարձակվում է անպաշտպան կնոջ վրա իր անչափահաս երեխայի ներկայությամբ։ Անկախության հռչակագիրը վերսահմանադրական փաստաթուղթ չի, իրենք ոնց կարան սահմանությունից։ Դրանով իրանք պետությունը վերացնում են։ Բա իմ աղջկա երեխա ունենալու հարցում դու ինչ ոնց կարաս օգտակար լինես։ Էն էլ որ պահին է դիմում, որ ասեք գիտի որ վարչապետի կինը գնացել է, նա հիմա ուրիշ կարգավիճակ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Այսօր քննարկելու ենք մի շարք ներքաղաքական հարցեր, ու միանգամից սկսենք հենց առաջին հարցը։ Դուք արդեն երևի նկատել եք, որ քաղաքական դաշտում նախընտրական գործընթացները, նախընտրական եռուզերը արդեն ակտիվ սկսած է։ Շատ արդիական հարց է, թե որ քաղաքական ուժերն են անցնելու խորհրդարան։ Ձեր գնահատմամբ որ քաղաքական ուժերն են անցնում խորհրդարան եւ հնարավոր է արդյոք սահմանադրական ճանապարհով ընտրությունների միջոցով տապալել այս իշխանություններին։ Ես կարծում եմ, որ ձեր այդ հարցը պետք է բաժանել երկու մասի։ Նախ հնարավոր է ընտրությունների միջոցով նրանց իշխանությունից հեռացնել թե ոչ, եւ երկրորդը ովքեր ունեն այդ հնարավորությունը։ Ես տենց, եթե թույլ տաք, ինքս ինձ համար վերաձևակերպեմ։ Ընտրություններով հեռացնելը իհարկե չափազանց դժվար է, որովհետեւ ընտրությունները ընդհանրապես առհասարակ դա է ձևը իշխանության փոփոխության ժողովրդավարական երկրներում, բայց դա ժողովրդավարական երկրներում։ Իսկ եթե երկիրը բռնապետություն է, այնտեղ ընտրություններով իշխանության փոփոխություն որպես կանոն չի լինում։ Օրինակ ասենք Ադրբեջանում էլ է հայտարարվել ժամանակին, ըստ վերջերս էլ խորհրդարանական ընտրություն, նախագահի ընտրություն, բայց դա այդ ընտրությունը այդ անվանումով դա կոչելը դա չի նշանակում որ ֆունկցիոնալ իմաստով դա ընտրություն է։ Ընտրությունը լինում է այն դեպքում, երբ որ կա ազատություններ, մարդիկ ազատ են իրենց կարծիքը արտահայտելու հարցում, դրա համար չեն հետապնդվում, անկախ դրանից իրենք ինչ զբաղմունք ունեն, պետական ոլորտում են աշխատում, մասնավորում են աշխատում, ինչ ազատ կամքի արտահայտության հնարավորություն պիտի ունենան։ Ընտրությունը հնարավոր է այն դեպքում, երբ որ ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի համար ստեղծում են հավասար մրցակցային պայմաններ եւ այլն։ Այդ տեսանկյունից մենք հիմա էլ ունենք լուրջ ռիսկեր, որովհետև ասենք ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարներից մեկը, ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժի առաջնորդը գտնվում է տնային կալանքում, այսինքն նրա տունը վերածել են բանտի եւ ինքը ընդդեղից ազատ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն չունի։ Այսինքն ակնհայտ արդեն ինքը գտնվում է ոչ հավասար մրցակցային պայմաններում։ Իշխանությունները ունեն իշխանական լծակներ, որոնք չարաշահում են ակնհայտ տարբեր ձևերով, նաև իրավապահ մարմինների վրա իրանց ունեցած ազդեցությունը օգտագործելով դա իչարս մրցակիցների դեմ օգտագործելով քարոզչական միջոցներով, օգտագործելով նաև հանրային հեռուստաընկերության որպես միակ պետական հեռուստաընկերության ազդեցությունը հանրության վրա հատկապես այն տեղերում, որտեղ որ ինտերնետի հասանելիությունը, ինտերնետի միջոցով տեղեկատվության ստացման սահմանափակումներ կա։ Հետևաբար այս ամենի պայմաններում ընտրական ժողովրդավարական գործընթացներով դա շատ դժվար է։ Եթե Հայաստանում ժողովրդավարական համակարգ լիներ, որևէ խնդիր չկար, այսինքն որևէ անհանգստություն չկար, այս իշխանությունը իր նման ցածր վարկանիշով, նման մեծ ձախողումներով, նրանք նույնիսկ շեմ չէին կարող հաղթահարել հաջորդ խորհրդարան անցնել։ Միանգամից գալով ձեր հաջորդ հարցին, այսինքն եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իշխանական լծակներից, ասենք դա ֆունկցիոնալ հրաժարական, ոչ թե սուտ հրաժարականները, որ ունեցել է 18-21 թվականին, որ հրաժարական է տվել, բայց մնացել է իր պաշտոնում։ Միակ պաշտոնյանն է, էլի մարդկության պատմության մեջ, որ հրաժարական է տալի, բայց մնում է իր պաշտոնում։ Հրաժարական տված բոլոր մարդիկ գնում են, այլևս այդ գործով չեն զբաղվում։ Ինքը միակն է, որ համ հրաժարական է տվել իբր,
Բայց նույն ֆունկցիաներն է կատարում, ոնց որ եթե հրաժարական տված չլներ։ Այ եթե ոչ թե սուտ հրաժարական տա, այլ իսկական, ինքը ուղղակի լինի սովորական քաղաքական գործիչ, ոնց որ մյուսները։ Ու այդ կարգավիճակով գնան ընտրությունների, այնել իր ոչ միայն իր այդ զախողումներով, այլ այդ խայտարակ թիմով, ասենք այնտեղ տապալված հանրության մեջ միայն բացասական վարկանիշ ունեցող էլի գործիչներ, Ալեն Սիմոնյան կան դե, Վահագ Ալեքսանյան ունեն, Ռուբեն Ռուբինյան, հələ ինքը իրանց քիչ է, դրանք էլ հետը բոնուս։ Հիմա եթե սրանք այդ կազմով որպես քաղաքական գործիչներ գնան ընտրությունների, շեմ չեն հաղթա, 4% չեն հավաքի, ես վստահ եմ։ Բայց քանի որ Սպայն սոց հարցումներ ունենք, որտեղ ինքը առաջատար է փաստը։ Դե, որտեղ իշխանության ղեկին է, այդ եմ ասում։ Հիմա այդ սոց հարցումներ չէ, հիմա նայեք քվեարկության արդյունքներ, երբ որ ինքը իշխանության չէր։ Նիկոլ Փաշինյանը միշտ ճանաչված գործիչ է եղած, ինքը նշի, որ ինքը հա, բայց բան չի սկսես սիրել, իշխանությանն է եկել, եթե չէ ինչ-որ մեկ։ Հիմա եթե 18 թվին իր նկատմամբ որոշակի հանրային ընկալումներ ա եղել, ինքը ինչ արել, դա ամրապնդել է։ Դուք չեք գտնի մի մարդ, հնարավոր չի գտնել մի մարդ, որ 18 թվին իր օգտին չի քվեարկի, ասելա դեմ եմ Նիկոլ Փաշինյան 18։ Հիմա ասի ես իր կողմնակիցն եմ, այդպես մարդ չկա։ Ես չեմ հանդիպել ամենայն դեպս ու չեմ էլ կարող պատկերացնել, որ կարա տես մարդ լինի։ Բայց 100 հազարավոր մարդիկ կան, դա արդեն քվեարկության արդյունքներ են, որոնք 18 թվին քվեարկել են իր օգտին։ 21 թվին այլևս չեն քվեարկել։ Տեղական ընտրություններում այլևս չեն քվեարկում, 26 թվին այլևս չեն, մի հոգի չի դա, երկու հոգի չի, 100 հազարավոր մարդիկ են, այսինքն նրա հեղինակությունը հիմա կտրուկ անկում ապրում եւ այն ինչ էլ որ ունի, դա պայմանավորված է միայն իշխանական ղեկին գտնվելու հանգամանքով։ Վարչական ռեսուրս։ Հələ թող mən նորից եմ ասում, վստահա որ դա իր քաղաքական կապիտալն է։ Թող վարչապետի պաշտոնի դեռ 2 ամիս ժամանակ է։ Հրաժարական տա փոխվարչապետներից մեկը լինի վարչապետի պաշտոնակատար, իմիջիալոց 2 փոխվարչապետներ ոնց որ անկուսակցական են։ Նրանց ասի Տիգրան Խաչատրյանը թողի վարչապետի պաշտոնակատար, ինքը ուղղակի որպես քաղաքական գործիչ մյուսներին գնա ընտրությունների, տեսնեմ 5% կհավաքեն թե չէ։ Տեսել ուր կիշնի իր այդ վարկանիշը։ Հատակ։ Իհարկե Հայաստանի ընտրություն, Ադրբեջանում օրինակ իր հեղինակությունը ոնց որ հասկանում եմ գնալով բարձրանում է։ Բավականին բարձր վարկանիշ ունի։ Իսկ քարոզչական ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում։ Նույնիսկ Ադրբեջանից արդեն քարոզչական ուղերձներ ենք մենք ստանում ադրբեջանցի բլոգերների կողմից, որոնք կոչ են անում հայ հասարակությանը գնալ ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայից քաղաքական կոչեր են արտաքին գործերի նախարարն ասում է, որ ինքը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի ներկա կառավարության իրաց քաղաքական կուրսին։ Արտաքին միջամտությունից խոսացինք, նաև Եվրոպան այսպես խումբ է ուղարկում արագ արձագանքման, որ Հայաստանին պաշտպանի հիբրիդային սպառնալիքներից։ Այդ մասով ինչ կասեք, սա չէ համարում արտաքին միջամտություն մեր ներքին գործերին։ Կարծում եմ հենց դա հիբրիդային սպառնալիքի խումբն է։ Ես էլ այդ խումբը քանի որ չի եկել, չգիտեմ նրանք ինչ առաքելությամբ են գալի, բայց որպես եվրոպական երկրներից մեկում Հայաստանի նախկին դեսպան սպասում եմ այդ խմբին եւ հուսով եմ, որ հնարավորություն կունենամ նրանց հետ հանդիպելու արագ արձագանքման ռեժիմով, այսինքն ես խնդրեմ իրանցից հանդիպում եւ իրանք շատ արագ կարձագանքեն իմ խնդրանքին, իրենց առաքելությանը բնորոշ եւ շատ արագ տեղի կունենա, հուսով եմ, մեր հանդիպումը։ Ու ինձ հետաքրքիր է իրանցից իմանալ ինչ գործառույթ են իրականացնելու ստե։ Ասենք օրինակ իրանք Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին են այդ խմբով մասնակցել։ Ասենք իրանց մտքով կարար անցներ, որ Ադրբեջանում կայացած ընտրություններին իրանք գնան եւ արագ արձագանքման գործողություններ իրականացնեն, պաշտպանելու համար ժողովրդավարական արժեքները Ադրբեջանում։ Ոնց որ Ադրբեջանի նկատմամբ իրանց վերաբերմունքը Եվրոպական միության ինստիտուցիոնալ առումով շատ ավելի դրական է, քան Հայաստանի։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Եվրամիության հետ ՍԵՊԱ-ի համաձայնագիր ունի, Ադրբեջանը չունի, բայց իրանք Ադրբեջանի շատ ավելի մեծ կարևորություն, նշանակություն են տալի, քան Հայաստանին։ Ժողովրդավարական Ադրբեջանը դրա համար։ Թե գալիս են, որ Հայաստանն է սարքեն Ադրբեջանի նման ժողովրդավարական։ Ինչ շատ հետաքրքիր է այդ խումբը ինչ առաքելությամբ է գալի։ Դա Եվրոպական միությունը ինչ գործ ունի
Հայաստանի հետ հարաբերությունների այդ ռեժիմին, երբ որ Հայաստանը Եվրոպական միության անդամ չի, Հայաստանը Եվրոպական միության անդամության թեկնածու չի, անդամակցելու հայտ չի ներկայացրել։ Միջազգային կազմակերպությունը, որի հետ Հայաստանի հետ ունեցած միակ ինստիտուցիոնալ հարաբերությունները հաստատող փաստաթուղթը SEPA-ի համաձայնագիրն է, որը կնքվել է ոչ թե այս իշխանությունների կողմից, այլ նախորդ 2017 թվականի նոյեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել այս իշխանությունների պաշտոնավարման շրջանում եւ դրա դրույթները չի կատարվել։ Հիմա ես ուզում եմ անամ այդ կազմակերպությունը ինչ միջամտություն ունի, ինչի է մտածում, որ պիտի Հայաստանին ինչ-որ բանով օգնի, փող հատկացնի, արագ արձագանքման, միջին արագության արձագանքման կամ հետագայում դանդաղ արձագանքման խմբեր ուղարկի, որ ինչ անեն։ Որ ընդդիմադիրներին ճնշեն։ Այսինքն դա ժողովրդավարությունն է։ Ես մի քիչ եվրոպական երկրում ճիշտ ասած դեսպան եղել եմ, բայց ընդ չեն եղել արժեքները։ Նայեք, հիմա մենք ինչին հասանք, ունենք ապարատ պետական, որը ճնշում է ընդդիմադիրներին, դա քիչ չի մի հատ էլ օգնություն է կանչում դրսից, որ գան էլի ընդդիմադիրներին։ Եվ ֆինանսական եւ կազմակերպական բաղադրիչներով։ Օրինակ, ես վերջերս մի հատ հայտարարություն տարածեցին իրավապահ մարմինները, իբր Սամվել Կարապետյանի կուսակիցները ընտրակաշառք են բաժանել, այսինքն ազգային անվտանգության ծառայությունը, քննչական կոմիտեն, այդ հակակոռուպցիոն կոչվածը, որոնք զբաղված են միմիայն ընդդիմադիրներին ճնշելով եւ կեղծ լուրեր տարածելով, մի հատ էլ դրսից են օգնություն կանչում, որ եվրոպացի գան վերջնականապես ընդդիմադիրներին նեղեն, բայց ինչքան էլ իշխանությունները կազմակերպված փորձում են ընդդիմությանը ճնշել, այս պայն ունենք մի իրավիճակ, որ Սամվել Կարապետյանը գլխավորած ուժը Հայաստանը համարվում է ֆավորիտներից մեկը, հեղինակությունը գնալով բարձրանում է։ Ինչքան իրենք դեսպիսի քայլեր անեն, այնքան ավելի բարձրանալու է հեղինակությունը։ Նայեք, հիմա ասենք թե հաղորդագրությունները տարածում են, չէ՞։ Մենք էլ դրա սպառողն ենք այդ հաղորդ, լսում ենք։ Ու ասենք սկսում ենք մտածել, չէ՞, այդ հաղորդագրությունը խով է տարածում, որպեսզի իրավապահ մարմինները իրենց հաղորդագրությունները հանրային վստահություն ունենան, իրենց մինչև այդ ծավալած գործունեությամբ այնպեսի պիտի լինեն, որ իրենք իրոք իրավապահ մարմնի անկողմնակալ, չեզոք, հարգանք եւ դիրքավորում ունենան հասարակության մեջ։ Եթե ասենք մի քննչական կոմիտե տարածում է կամ հակակոռուպցիոն մարմին տարածում է հաղորդագրություն, որի ղեկավարի Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով նշանակում WhatsApp-ով ազատում է։ Այդ մարմնի նկատմամբ հանրությունը ո՞նց կարա վստահություն ունենա։ Այսինքն իրենք որպեսի իրենց խոսքը հարգանք ունեն, իրենք պիտի դա հարգանքը հասարակության մեջ նախ վաստակեն։ Երկրորդը, երբ որ այդ հաղորդագրությունները տարածում են, նորմալ մարդը լսում է ու սկսում է տրամաբանական հարցեր, չէ՞։ Օրինակ ասենք, հիշում եք Եզրա Սրբազանի վերաբերյալ մի հատ թուղթ էին հրապարակել։ Մտածել է, որ այդ թուղթը որ հրապարակեն, հանրության մեջ տեղեկություն կտարածվի, որ նա գործակալ է եղել։ Ջախջախվեցին, չի ծաղրի առարկա դարձան։ Օրինակ իմ մոտ հարցեր էր առաջացել, ես տվեցի պատասխան չստացա, ասենք եթե աշխարհի բոլոր 1986 թվականի թղթերը դեղին են։ Այդ մի թուղթն չէր սպիտակ։ Հարցը, չէ՞, այսինքն եթե թուղթը ժամանակի ընթացքում իր ֆիզիկա, քիմիական բանի փոփոխության արդյունքում դեղնում են, բոլոր թղթերը դեղնում են։ Այդ մի թուղթը ո՞նց է սպիտակ մնացել։ Դա շնորհիվ է թարմ արտադրանք է, չէ՞։ Կամ ասենք թե 86 թվին սովետական KGB-ի փաստաթուղթը ոնց կարա լինի հայերեն։ Այդ նույն բանը ոնց որ սովետական բանակի փաստաթուղթը լինի հայերեն լեզվով։ Ասենք հիմա Հայաստանի տարածքում, շատ է որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա կա, չէ՞։ Ընդ փաստաթղթաշրջանառությունը հայերեն է։ Դες ո՞նց կարա լինի։ Ուժային կառույցում, պետական կառույցում մի երկրում, որտեղ պետական լեզուն ռուսերենն է։ Ո՞նց կարա հայերեն փաստաթուղթը լինի, որ մարդու մասի տեղեկությունը լինի, ոչ հասցել լինի, ոչ գործունեության, ոչ մի բան չկա։ Այսինքն հրապարակեցին դառան խայտառակ։ Բագրատ Սրբազանի ձայնագրությունը չլինի Գյուլելու վերաբերյալ, որ ասում է Բագրատ Սրբազանը ահաբեկիչ է, որովհետև ասում է ուզում են կառուցենք շվեյցարական մոդելի պետություն։ Ձայնագրությունը լսում ես, ասում է մեր նպատակն է, որպեսզի կառուցենք շվեյցարական մոդելի պետություն։ Ու այդ ասողին ահաբեկչության, այսինքն ահաբեկչության մեղադրանքով հիմա գտնվում է կալանքի մեջ։ Այսինքն ստացվում է, որ շվեյցարական մոդելի պետություն կառուցելը ահաբեկչական մտադրություն է, որը նույնիսկ չի իրականացվել։ Հիմա ասեք այդ ձայնագրությունը, չէ, հարց առաջանում։
Նախ մարդկանց չեն գաղտնա լսում մեր երկրում։ Դա արգելված է։ Եվ ձեր հարցը Եթե շարունակեմ։ գաղտնա լսում են, ապա ոնց են տարածում իրավապահ մարմինը, ոնց է Ոնց է հայտնվում հանրայնացվում։ ուրիշի ձեռքում ոնց է հայտնվում, բա ծառայողական քննությունը, բա պատասխանատվության ենթարկված անձով է։ Չգիտենք ովքեր են խոսացողները, ինչ կապ ունեն ում հետ, ասենք վերագրում են, ենթադրենք ուժեղ Հայաստան կուսակցության հետ, բայց ով ասում որ դա ուժեղ Հայաստանին է վերաբերում։ Կամ ասենք բովանդակությունը, ես 180 մարդու կտամ ստե, կտամ ընդ, ասենք այդ լսողը, ենթադրենք ասենք մի հատ գյուղից ինչ-որ երկու մարդ իրար հետ հեռախոսով տես բան են խոսացել։ Բայց նորմալ տրամաբանական մտածողություն ունեցող մարդը մտածում ասում է, դու ո՞նց ես տալու։ Ում ես տալու այդ 180, բա որ ասենք դե 180-ին տվիր, հանկարծ այն 5 հոգուն չտվիր։ Այդ 5 հոգին այն մնացածին ոնց ես տալու, ես բարձա չի որ դες բայց տես փող հարաբերություն չի կարա լինի առհասարակ։ Հիմա շատ է որ դու ինչ-որ մի գյուղացու մարդու կարծիքը հեռախոսով մասնավոր զրույցի հանրայնացած, ոչ չի նշանակում որ դա եղել է։ Այդ ոչ չի նշանակում որ դա կարա լինի։ Ես ուզում եմ պատկերացնեմ, ասենք այն մարդը որ այդ խոսակցությունը լուրջ է ընդունում։ Ինքը դրա մեխանիզմը ո՞նց է պատկերացնում։ Այդ 180 մարդու քվեն ուրիշին տալու մեխանիզմը ո՞նց է ալնելու։ Տրամաբանական մարդը մտածում է, չէ՞, դες չի կարա լինի, չէ՞։ Ովքեր են այդ մարդիկ, կամ ասենք ո՞նց կարա տես բան լինի հիմա։ Երբ որ ոչ մի կուսակցություն կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ չի ներկայացրել։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտ է ներկայացրել։ Չէ։ Ոչ մեկ չի ներկայացրել։ Բայց եթե չեն ներկայացրել, ում են ընտրում։ Պարոն Ղազարյան, ծիծաղելու բաներ է, չէ, առաջանում։ Բացի ձեր ասածից ճիշտ եք ասում, մի հատ ուրիշ տեսական հարց եմ բարձրացնում։ Այս 8 տարիների ընթացքում դուք տենց դեպք լսել եք, որ իրավապահ մարմինները որևէ օպերատիվ հետախուզական միջոց իրականացնեն, օրինակ թիմ ընտրությունների ժամանակ ԿՊԱ-ականների նկատմամբ։ Միշտ մշտապես գտնվում են ընդդիմադիրների շտաբերի մոտ, մշտապես ձայնալսում են միայն ընդդիմադիր գործիչներին, այդ դեպքերը տեղ են միայն ընդդիմադիր կուսակցություններում, ԿՊ-ներն այդ սուրբ կուսակցությունն է, իրենց մեջ ոչ մի տես զրույցներ չի լինում, ոչ մի բացասական երևույթներ չկան, այս սուրբ կուսակցությունները։ 2021 թվականի, երբ որ Սահմանադրական դատան քննության առարկա է դարձել 4 կուսակցությունների դաշինքի դիմումը 21 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Ես երևի նիստ բաց չեմ թողել, գնում էի, չնայած ուղի եթերով հեռարձակում էր, բայց ինձ հետաքրքիր գնում այնտեղ էի լսում։ Ուրեմն բոլոր իրավախախտումները, որ կային ընտրախախտ, որոնք ներկայացում էին դատախազության կողմից, ոստիկանության, դա ներկայացուցիչներ կային դատախազության, առանց բացառության վերաբերում էին ընդդիմադիր քաղաքական ուժերին, Հայաստան դաշինքին, պատիվ ունեմ դաշինքին, Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Պարզվում է այս ամբողջ նախընտրական, ընտրական, հետընտրական շրջանում մեկ ԿՊԱ-ական մի անշնորհքություն չի արել։ Ոնց կլինի։ Ոնց կարան ԿՊԱ-ականները։ Մաքուրը սենց, չնայած ասեք Գյումրում հավաքանու ընտրություն է քաղաքապետի ընտրության նպատակով, ասենք Վիգեն, չէ, Վիլեն Գաբրիելյանը։ Ասենք հյուրախաղերով հանդես է գալի Գյումրի փողոցներում, դա լսել է որ արվեստների քաղաք է, մշակույթի քաղաք է, ճանաչված։ Մտածել է եկնել մի բաժակ կամ չգիտեմ, մի ծուխ, չգիտեմ ինչն է ազդում մարդու վրա տես վիճակի մեջ հայտնվելու համար, գնացել հյուրախաղերի Գյումրի փողոցներում։ Լրագրողների նկատմամբ հայհոյանքներ, սպառնալիքներ, բան, դες պատասխանատվության ենթարկվել է։ Գիտեք ինչի է ենթարկվել։ Խրախուսանքի ընդգրկված է ԿՊ-ի հիմիկվա ցուցակի մեջ։ Ցուցակում ասում են այն մարդի անշնորհք բանել լավ քեզ դրանից հետո մանդատդ վայր դրիր։ Ում է պետք պարլամենտը առանց Վիլեն Գաբրիելյանի։ Պարլամենտն իր հազարան բլբուլն է, էլի, ասենք առանց հազարան բլբուլի կյանքը կորստում է իր հմայքը եւ այդպես քաղաքական միտքը անկում է։ Դա համար հիմա գրել են իրանց համամասնական ցուցակում, ընտրել են վարչության կազմ, խրախուսանք։ Այդ երևի Նիկոլ Փաշինյանի PR-շիկները խորհուրդ են տվել, ասել են ավելի լավ կլինի հիմա մանդատից հրաժարվի, հետո նորից բան կանես, էլի կմտնես ցուցակի մեջ, ոնց որ օրինակ մետրոյում արցախցի կնոջը վիրավորես, չնայած այդ կինը հավաքական կերպար էր, ամբողջ արցախցիներին։ Ու հետո ներողություն խնդրես, չէ՞։
այդ կնոջից։ Այնտեղ ուժ բան, մինչև ներողություն խնդրելը հերքեց։ Հերքեց, հետո Հետո նորներ։ ներողություն խնդրեց։ Հետո արդարացրեցինք իր արածը, ասաց որ ինքը ասել է ուրիշ ձևով պիտի լինի, ասաց որ տենց է պիտի արցախցիներ իսկապես պիտի չեթան Արցախ, պիտի մոռանան Այդ դրա կինը մասին։ արտացոլում էր այդ պահին հավաքական բոլոր արցախցիների Այո, կերպարը։ հայ Ինքը ժողովրդի։ մատ էր թափ տալիս Այո։ ու գոռում էր, մեղադրանքները շպրտում, վիրավորում էր ոչ թե այդ կնոջ, այլ արցախցիներին ընդհանուր Ոչ առմամբ։ միայն, նաև կնոջը, նաև իր անչափահաս որդու ներկայությամբ, ընդ որում կինը միայնակ, միայն երեխու հետ, իսկ ինքը իր թիմակիցների հետ, այն Արսեն Թորոսյանն ասաց, որ ինքն էլ անդեղ է, պատահաբար դենքը որ գնում է պատահաբար մետրո է իջնում, պատահաբար նույն վագոնում են լինում, ասենք, պաշտպանության նախարարը, վարչապետի գլխավոր խորհրդականը, պատահաբար ընդեղ է լինում Երևանի քաղաքապետի տեղակալը, իր թիկնազորի մի 15 ծառը պատահաբար զինված, մի քանի 100 ոստիկան են, Մտածված չի։ Դա չէ, դա զուգադիպում է, էլի, երբեմն էս ու պատկերացրեք, ասենք, կին իր երեխայի հետ ակնհայտ անհանգստություն ունենալով երեխայի հոգեվիճակի համար, չէ, այդ բանը խնդրի։ Միայնակ մի հատ պաշտոնյա, որը գտնվում է հանրային տարածքում, իր ուղիղ ենթակայության, մասնավոր տարածքում էլ չի կամ զինված մարդկանցով շրջապատված, հարձակվել է իր վրա, երեխու ներկայությամբ։ Այն էլ ինչի համար, որ նա ունի իրանից տարբերվող կարծիք։ Ինքն էլ գնացել էր մետրո իբր կարծիք լսելու։ Ու երբ որ լսում է տարբերվող կարծիք, զինված մարդկանց ներկայությամբ իրեն սատարող զինված հարձակվում է անպաշտպան կնոջ վրա իր անչափահաս երեխայի ներկայությամբ։ Իհարկե մեր երկրում շատ լավ մարդու իրավունքների պաշտպան կա, Որը Հայաստանի լավագույն իրավաբանն է, չէ՞։ Վարպետաց դասեր է անցկացնում։ Ուստա Անահիտ, իրավագիտության ոլորտի ուստա, վարպետաց դասեր անցկացնող։ Ինքը այս վերջերս էլ կարծեմ հիմա որ մեր այս տեսագրության ժամանակ Շվեյցարիայում էր մասնակցում մի հատ կոնֆերանս։ Ինքը երեխաների իրավունքների, երեխաների լավագույն շահի, կանանց իրավունքների սեմինար բաց չի թողնում։ Սաղ լսել է, նույնիսկ ելույթներ է ունենում։ Իսկ այդ դեպքի հետ կապված ինքը ոչ թե վարչապետին է դատապարտում, այլ ասում է ընդհանրապես պիտի բոլորն իրաց խելոք պահեն։ Նաև այս վերջում եկեղեցում Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը երկու դպրոցական պատանիներ ձերբակալվեցին, հիմա մեկը 2 ամսով կալանավորվեց, այսօր որոշում է կայացրեց դատարանը, նաև այդ մասով մարդու իրավունքների պաշտպանին ինչ արձագանք է տվել։ Ինչ արձագանք ա եղել ՄԻՊ-ի կողմից։ Մեր երկրում ամեն ինչը ոնց որ հակառակն է։ Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին վարչապետի դեմ։ Որովհետև այնտեղ եթե հանցանք եղել է, ապա այդ հանցագործությունը կատարած, ենթադրել հանցագործությունը կատարած անձը Նիկոլ Փաշինյանն է եւ իրեն ուղեկցող մի քանի պաշտոնյաներ։ Ես այնտեղ տեսել եմ օրինակ նաեւ Ալեն Սիմոնյանին։ Մեր երկրում քրեական օրենսգրքով արգելված է եկեղեցական ծեսը կրոնական արարողությունը խափանելը, խոչընդոտելը, դրա բնականon իրականացումը։ Այդ օրը Ծաղկազարդի տոնն է եղել, հայ առաքելակային եկեղեցի նշում է Ծաղկազարդը։ Եվ Կիրակնորիա պատարագը նվիրված է եղել այդ եկեղեցական տոնին։ Եվ այդ եկեղեցու համայնքի անդամները Սուրբ Աննա եկեղեցին ունի իր հավատավոր համայնքը։ Ես օրինակ պատարագի եմ այցելում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այդ համայնքին եմ պատկանում կրոնական։ Մենք ամենքս մի եկեղեցական համայնքի ներկա։ Հիմա մարդիկ իրենց համայնքում, իրենց համայնքային եկեղեցում մասնակցում են կրոնական ծեսի։ Մեկ է գալիս է մի մարդ, որ այդ համայնքի անդամ չի, այդ եկեղեցին չի ընդունում, այդ եկեղեցու դեմ պայքարի է դուրս եկել 2025 թվականի մայիսի 29-ից, մայիսի 23-ի Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունից հետո, դուրս է եկել եկեղեցու դեմ ինստիտուցիոնալ հետևողական պայքարի, ու այդ մարդը զինված խմբով ներխոժում է պատարագից ընթացքում պատարագի վայր, ինքը պատարագի չի գնացել, որովհետև պատարագի գնացողը ես որպես հավատացյալ մեզ
քահանաները բացատրում են եւ մենք հետեւում ենք։ Պետքա գնալ ծոմապահությամբ, այսինքն պատարագից առաջ պիտի ջուր չխմես։ Եթե գնում ես պատարագի, որպեսզի հաղորդություն ստանաս, ոչ միայն հաց պիտի կերած չնես, այլ անգամ ջուր պիտի խմաš։ Ծոմով պետքա գնալ առավոտյան պատարագի, հետ է եկեղեցու։ Բայց ինքը առավոտյան տեսանյութեր հրապարակի, որ սուրճ էին խմում։ Այդ օրը առավոտյան ինքը քարոզչական միջոցառման եղել է, սուրճը խմել է, չգիտեմ ուրիշ ինչա կերե, ամենայն դեպս խնձոր ծաղիկ բան սեղաններին դրած չէր, որ վերցեր ուտեր, չեմ տեսել։ Բայց սուրճը խմել է։ Դրանի, այսինքն ինքը պատարագի ըստեյության չէր կարա գնալ, որովհետև պատրաստ չէր պատարագի։ Կեսից գնացել է, մտնում է եկեղեցի, տեսնում է մարդիկ մեծ խմբով այդ պատարագի իրական մասնակիցները ծեսին են մասնակցում։ Խանգարել է ծեսը, որովհետև մուտք մարդկանց հոծ բազմության միջոցով իր թիկնազորի ուժի գործադրման հետևանքով հասել է մինչև խորանի մոտ, որտեղ ինքը անելիք չունի, ինքը ոչ քահանա է, ոչ սարկավագ է, ոչ դպիր է, ոչ երկիչ է, որ ասենք երգչախմբի, այսինքն ինքը այնտեղ անելիք չունի, եթե պարզ է, դու անելիք չունես, չես գնում այնտեղ, մտել ես եկեղեցի, որտեղ ասած անտի կանգնի, չես գնում առաջ։ Գնաց է հասե այնտե, հետո նույն ձևի հետ է գալի պատարագին, պատրաստ չի ավարտվի։ Ինքը դուրս է գալի նորից, ու խառնաշփոթ է ստեղծում։ Ու այն երիտասարդներից մեկը որ ձերբակալվել է։ Ընդամենը ինչ ասում, իր վրդովմունքն է հայտնում, թե իրեն ինչ են խանգարում։ Ինքը իր համար առավոտ խոչեր գնաց է վարչապետի են հանդիպելու, խնդիրներ մեջ հայտնվելու։ Ինքը առավոտը ծաղկազարդի տոնով որպես քրիստոնյա հավատացյալ գնացել է եկեղեցի։ Բայց դու ինչ ես գնացել։ Մենք ձեր մսկիթները գալիս եք որ դու գնում ես մեր եկեղեցի։ Ինչ ես գնացել խանգարում մարդկանց։ Ծեսը խանգարելը հանցանք է։ Սադրանքը մանավանդ մտնում ես տենում ես մարդիկ ես չեն ընդունում։ Երես այդ նայող չկա, այն կանանցից մեկնասմանցի մի կպի։ Չէ, մեկ ասում է, տենում ես որ քեզ չեն ընդունում ընդ։ Մարդիկ իրենց համար աղոթում են։ Իրենց համար մարդիկ չես գնացել, այսինքն գնացել ես խաթարել ես եկեղեցական ծեսը, որը հանցանք է, սադրանք ես հրահրել, որը հանցանք, սադրանք հրահրելը հանցանք է։ Մտել ես եկեղեցի, եթե կարող նայ որտեղ ազատ կանգնի, թող գնա, քեզ ով տենում ես առանցենակ ես մետրոյին բանի տեղ դնող չկա։ Փողոցում քայլում ես, քեզ բանի տեղ դնող չկա։ Եթե ասենք 1000-ից մեկ մի հատ կի, որ գա ասի, բա իմ աղջկա երեխա ունենալու հարցում դու ինչ ոնց կարաս օգտակար լինես, այն էլ ասում է ընտրություններից հետո ինչ որ բան կանենք հիմա չեմ կարող ասում նյութական, բայց դա նյութական խնդրանք չուներ, նա լրիվ ուրիշ բովանդակության էր նրա խնդրանքը։ Ասում է պարոն վարչապետ, իմ աղջկա մայրենալու մոմենտով մի հատ ասում ընտրություններից հետո։ Ասում նյութական հիմա չեմ կարող խո, բայց դա նյութական չի նրա խնդրանքը լրիվ ուրիշ է, այն էլ որ պահին է դիմում, որ ասեք գիտի որ վարչապետի կինը գնացել է, նա հիմա ուրիշ կարգավիճակ այդ պահին է դիմում է, նյութական խնդրանք չկա, կարար այդ օրնել այդ հարցը լուծվեր, եթե ուզենար օգտել էլի մարդու։ Պարոն Ղազարյան, մեկ էլ եկեղեցու թեման քանի բացեցինք, այդ դեպքի հետ կապված դուք գիտեք դատախազությունը ինչ մեղադրանք է առաջադրել այդ տղաներին։ Ուրեմն մեղադրանքը սենց է քաղաքական արշավը խոչընդոտելու մեղադրանքով, այսինքն եկեղեցում դատախազությունը դա բնութագրում է որպես քաղաքական միջոցառում։ Ուրեմն փաստորեն վարչապետի հանցանքը հաստատվել է դատախազության բանով, որովհետև եկեղեցում քարոզություն իր քաղաքական քարոզություն իրականացնել չի կարելի։ Ու դատախազությունը այդ մեղադրանքն է առաջադրել։ Այսինքն դատախազությունը փաստացի Նիկոլ Փաշինյանն է մեղադրում, այսինքն դատախազությունը եթե դա մեղադրանքը նշանակում է հաստատում է որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցում փորձել է եկեղեցական ծեսը վերածել իր համար քաղաքական քարոզության, ինչը որ արգելված է։ Մի հոդված էլ ավելացավ փաստորեն դրա վրա։ Ես գիտեի երկուսն է։ Միայն կրոնական ծեսին խոչընդոտելը եւ սադրանք հրահրելը։ Պարզվում է դարավ 3 դատախազությունը մի հատ էլ ունի։ Պարոն Ղազարյան, մեկ էլ խոսենք սահմանադրական բարեփոխումներից, վերջերս իշխանության լրատվական ձեռքի տակ հայտնվեց, այսպես ասած, փոփոխված արդեն սահմանադրությունը, վստահ եմ ծանոթ եք փոփոխված սահմանադրության նոր տարբերակին, այնտեղ մի քանի կետեր են դուրս եկել կամ փոփոխվել։ Կուզեի դրանցից անդրադառնանք մասնավորապես անկախության հռչակագրին, նոր սահմանադրության մեջ այլևս հողում չի արվում անկախության հռչակագրին։
Այսինքն այստեղ միանգամից դուրս է գալիս երկու կետ, որոնք խնդրահարույց էին Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Առաջինը անկախության հռչակագրի նախաբան, որտեղ խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Հայաստանի սատար կանգնելու մասին եւ անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում ցեղասպանության զոհերի հիշատակին, միջազգային ճանաչման գործընթացին։ Այդ երկու կետերը դուրս են գալիս։ Սա բնականաբար Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է։ Այդ երկու կետերը դուրս չեն գալի։ Հայաստանի Հանրապետությունն է դուրս գալի աշխարհի վարչական քարտեզից։ Այդ փոփոխության իմաստը։ Այդ երկու կետերը հատկապես խնդրահարույց են Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Անկախության հռչակագրից այդ երկու կետը չի հանվում։ Անկախության Մեր օրենսդրությունից, մեր սահմանադրաիրավական կարգավորման հարաբերություններից հանվում է անկախության հռչակագիրը ընդհանրապես։ Բայց անկախության հռչակագիրը վերսահմանադրական փաստաթուղթ չի, իրենք ոնց կարան սահմանությունից։ Դրանով իրանք պետությունը վերացնում են։ Նայեք, անկախության հռչակագրի 12-րդ կետը հստակ սահմանում է։ Ասում է, որ այս հռչակագրի դրույթները պետք է հիմք հանդիսանան պետական իշխանության մարմինների գործունեության համար, այսինքն որևէ մեկը չի կարա ծավալի այլ գործունեություն, քան սահմանված անկախության հռչակագրով։ Եվ երկրորդը, այդ հռչակագրի հիման վրա կարող է ընդունվել նոր սահմանադրություն կամ փոփոխություններ կատարվել սահմանադրության մեջ։ Այսինքն, ուզում է Հայաստանի սահմանադրությունը 95 թվականին ընդունված լիներ, որ դրանից հետո ընդունված սահմանադրությունն է։ Ուզում է դրանից հետո փոփոխություններ արվեն, ուզում է դրանից հետո եւս մեկ նոր սահմանադրություն ընդունվի։ Բոլորը պետք է հղում պարունակեն անկախության հռչակագրին։ Սրբույր Գայլյանը դրա մասին խոսեց արտադրություն նախարար, ասում է չենք կարող մենք անկախության հռչակագրին հղում չանենք։ Դա հաջորդ օր Նիկոլ Փաշինյանն ասում է այլևս հղում չի լինելու անկախության հռչակագրին։ Հռչակագրի 12-րդ կետը հստակ սահմանում։ Իսկ հռչակագիրը ի՞նչ է։ Հռչակագիրը այն փաստաթուղթն է, որով ստեղծվել է այն պետությունը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Հիմա մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, մենք այդ պետության քաղաքացին ենք։ Այդ պետությունը վերացական հասկացություն չի, դա iCloud չի։ Դա իրական պետական կազմավորում է, միջազգայինորեն ճանաչված, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի այնտեղ է գրած, որ ասում է պետության անվանումն է Հայաստանի Հանրապետություն կրճատ Հայաստան։ Այսինքն այդ անվանումով պետությունը դրանով է ստեղծվել։ Եվ այդ հռչակագրի հիման վրա պետք է պետության սահմանադրությունը, օրենքները, միջազգային պայմանագրերը, հասարակական կյանքը, իշխանության մարմինների գործունեությունը դրան համապատասխան մշտապես գործի։ Եթե դա վերացվում է, ուրեմն վերանում է այն պետությունը, որ հիմա գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն անունով։ Ես բանը հիշեցի ձեր ասածից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք պետք է արդեն մտածենք 4 հանրապետության մասին։ Հիմա դրան անդրադառնամ։ Հայաստանի Հանրապետությունը համարներ չունի։ Օրինակ, իմ մեքենան ունի համարներ 36008։ Հայաստանի Հանրապետությունը համար չունի։ Ասենք 3XQ003 համարը չի։ Ոչ էլ 3-1 Դա պետությունը առանց համարի անվանում ունի, պետությունները ունեն անուններ, ոչ թե համարներ։ Երրորդ հանրապետություն, չորրորդ հանրապետություն, երկրորդ հանրապետություն, դες բաներ չի եղել։ Եղել է հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն, որը առանձին պետական կազմավորում չի եղել, այլ խորհրդային միության։ Եղել է 18-ից 20 թվականի առաջի հանրապետությունը մեր անվանումը նույնն է ոնց որ մեր հիմիկվա հանրապետություն, բայց նույն պետության մասին չի խոսքը։ Դա այլ պետություն էր, այլ իրավահարաբերություններով, որը դադարեցրել է իր գործունեությունը։ Հիմիկվա պետությունը նորովի ստեղծված պետություն է։ Մեր Հայաստանի Հանրապետությունը ոչ հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ է, ոչ առաջի հանրապետության իրավահաջորդ է։ Ոչ մեկի նոր խորհրդային միությունը փլուզվել է եւ այդ խորհրդային միության տարածքում ստեղծվել են նոր պետական կազմավորումներ, այդ թվում Ադրբեջանի Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետություն։ Մեր հանրապետությունը ստեղծվել է այդ անկախության հռչակագրով։ Հիմա եթե
Նիկոլ Փաշինյան մի հատ խմբակով իր մի մարդ է, չէ՞, Նիկոլ Փաշինյանը որ ասում ենք, այդ մի մարդ է, չէ՞։ Եվս մի 10 մարդ, ասենք Սրբուհի Գալյան, Դանիել Իոաննիսյան, Արթուր Սակուն, որ անհասկանալի օտար երկրներից ֆինանսավորվող մարդիկ ստեղծել են մի հատ խորհուրդ, որով ասում են մենք պետքա դրանից հրաժարվենք։ Ո՞վ եք դուք որ դրանից հրաժարվեք։ Չեք ուզում այդ երկրի կարգին ենթարկվեք։ Գնացեք այն երկրին, որտեղ հիմա ասենք օրինակ Արթուր Սակունցը չի ուզում ենթարկվի մեր երկրի օրենքներին, սահմանադրությանը։ Որ երկրին, որ ուզում է ենթարկվի, կամ հիմա արդեն ենթարկվում է, չգիտեմ, կարա գնան դեղ ապրի, աշխատի իր օրենքների։ Այստեղ պիտի մնան այն մարդիկ, ովքեր հարգում են մեր երկրի օրենք։ Հիմա ասեք թե Ադրբեջանը որ մի մարդ դուրս գա ու այդ երկրի սահմանադրական կարգի դեմ ելույթներ ունենա։ Ասի Ադրբեջանը որպես պետություն պիտի վերանա, որպեսզի մենք Հայաստանի հետ խաղաղություն հաստատենք։ Պատկերացնում եք այդ մարդու ճակատագիրը։ Ես շատ լավ եմ պատկերացնում։ Մի ժամ չտևի։ Հիմա Հայաստանը ինչի է դանում, որ Ադրբեջանի հետ խաղաղության գնա, չէ՞։ Ադրբեջանում էլ են նույն բանը անում։ Ընդ է փոխում են իրան սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսի 30-ից սկսած գիտեք ինչ էր հայտարարում։ Ասում է Հայաստանի հիմիկվա տարածքի 60-ից 70%-ը պատկանում Ադրբեջանին, Ադրբեջանի գործող սահմանադրությամբ։ Թվարկում է մարզերի անուններ՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու, Շիրակի մարզից առանձին հատվածներ։ Հայաստանի հիմիկվա տարածքի 60-ից 70%-ը բառացիա մեջ բերում։ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջան։ Ու մի անգամ չի ասել, որ ասես գիտես ինչ, ասենք մարդա։ Խմելա ասելա, դες չի։ Արարատ Միրզոյանն էլ էր հայտարարի, եթե կհիշեք։ Օգոստոսի 30 ամսա թվերով հիշացնում ձեզ։ Օգոստոսի 30 2024 թվական։ 2024 թվականի սեպտեմբերի 12 ԱԳՆ-ի կազմակերպած Երևանյան հորիզոններ ԱԳՆ-ի համաժողով Երևան։ 2024 թվականի նոյեմբերի 12 այդ իրա սափրվելու օրն էր։ X14 գրառում արի դրա վերաբերել անգլերենով։ Armen Press-ին տված իր հոդվածը, որը հրապարակվել է պաշտոնական։ Հիմա կառավարության կայքում Prime Minister-ը եմ գրեք գտեք էդի։ Ես կարծացել եմ, ասում եմ նույն տարածքային պահանջները եթե այդպես դիտարկենք, ուրեմն Ադրբեջանն ունի, բայց մենք չենք պահանջում, որ Ադրբեջանը սահմանադրություն։ Բայց մենք չենք պահանջում, ինքը է մեզանից պահանջում։ Ասած, բայց վերջում սուսուփուս փոխեց սահմանադրությունը։ Սուսուփուս սահմանադրությունը փոխում Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը չի փոխում։ Այսինքն, եթե ինքը անկախության հռչակագրից հրաժարվում է, նշանակում է այս պետությունը, որին պատկանում են Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը ամբողջությամբ եւ մնացած 60-70%-ը տարածքների, այդ պետությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանը ասում է, քանի որ դու էիք ասում, որ դա իմ երկրի տարածքն է, ինքը անմիջապես այդ տարածքների վրա հաստատում է իր ինքնիշխանությունը։ Դի պարզ բան անդե քննարկելու բան չկա։ 2024 թվականի ապրիլին Գիրանցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ասում է, գիտեք ինչ կա, հա, ճիշտ եք ասում։ Գյուղացիներից մեկն է հարց տալիս, ասում է, բան Սյունիքում էլ ջերմուկում են, ադրբեջանցին նստած է, չի դուրս գալիս, խի մենք պիտի դուրս գանք։ Ասում է, գիտեք ինչ, ես ձեզ հիմա անկեղծ ասում եմ, մենք դուրս ենք գալիս, բայց իրանք ես հաստատ ձեզ ասում եմ, իրանք դուրս չեն գալու մեր տարածքներից։ Ասում եմ, մենք դուրս գանք, նոր մերը պահանջենք։ Հիմա դա Ադրբեջանը ունի տարածքային պահանջներ, բայց չի փոխում։ Տաուշի հետ կապված ադրբեջանցի մի լրագրող Իլհամ Ալիևին ասում է, պարոն նախագահ, դերն պիտի գով են, չէ՞, այտենց դիկտատորներին պիտի գով են։ Ասում է Հայաստանի հետ այս բարդ հարաբերությունների պայմաններում ձեզ ոնց հաջողվեց դիվանագիտական ջանքերով դիալոգ ստեղծել Հայաստանի հետ, որ Թովուզի շրջանի այդ 4 իրանք Թովուզ են ասում Տաուշ։ Այդ 4 գյուղերը հարակից տարածքներով վերադարձվի Ադրբեջան։ Նա շատ հստակ պատասխանում է, բայց ճիշտն ասած, ընդ ոչ մի դիալոգ չի եղել, դա մոնոլոգ է եղել, բառացի եմ ցիտում։ Մոնոլոգ է եղել։ Մենք պահանջել ենք, իրանք մեր պահանջները կատարել են։ Հիմա մեր երկիրը վերածվել է այդ մոնոլոգի, անկախության հռչակագրի հետ կապված Ադրբեջանի նախագահի օգնականներն ինչ են ասում, մենք այդ հարցով չենք ուզում բանակցենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք ուզում ենք բանակցենք հայ ժողովրդի հետ, որ հայ ժողովուրդը գնա հանրակրվեով հիմա հունիսի 7-ի ընտրությամբ իրանց պահանջով Նիկոլ Փաշինյանին ընտրեն, հետո հայ ժողովուրդը իր կամքով իր սահմանադրությունից, իր անկախության հռչակագրից հրաժարի, որ այդ պետությունը վերանա, որ Ադրբեջանը ասի դա այդ պետությունը զավթելը դա իմ ագրեսիայի դրսևորում չէր։
Դա հայ ժողովրդի միասնական կամքն էր։ Իրանք ցանկանում էին իրանց պետությունը վերացնեն, դառնան մեր պետության մաս։ Էդ է անում հիմա Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հայ ժողովուրդը եթե հունիսի 7-ին խափանում է, այդ ընթացքը արդյունքում մենք ունենում ենք ուժեղ Հայաստան, որը ունենում է ուժեղ դիվանագիտություն, ուժեղ պաշտպանված բանակ, երաշխավորված խաղաղության պայմաններում ունենում է զարգացում եւ բարգավաճում։ Ես լավ նոտայի վրա եկեք ավարտենք, պարոն Ղազարյան, շատ կարևոր հարցեր շոշափեցինք, շնորհակալ ենք շատ։ Ես եմ շնորհակալ։ Հուսանք դեռ հանդիպելու արդյունքներ կլինեն։ Սիրով։